Ընդհանուր վիրաբուժության բնագավառում բորդի կողմից հաստատված դոկտոր Թաթոյանը ունի 33 տարվա փորձ եւ ուրախությամբ հայտարարում է, որ այժմ արդեն հայտնի են ծերանալու հիմնական պատճառները։ Դոկտոր Թաթոյանը առաջարկում է FDA-ի կողմից հաստատված ախտորոշիչ եւ թերապևտիկ ոչ վիրաբուժական նոր եւ ապահով մեթոդներ վերականգնելու ձեր առողջությունը եւ բուժելու մի շարք հիվանդություններ, այդ թվում շաքարախտ, էրեկցիայի խանգարումներ, քրոնիկ թոքային հիվանդություն, օստեոարթրիտ, ճարպակալուն, վաղաշամ կեցերացում, սկլերոզ եւ այլն։ Զանգահարեք։ Բարերգուն ցես, ես բժիշկ Գրիգոր Թաթոյանն եմ, անոնք որ ինձի չեն ճանաչնար, ես ընդհանուր վիրաբույժ եմ, մոտ 32 տարիներու փորձառությամբ առանց հաշվելու բժշկական դպրոցը եւ առանց հաշվելու ռեզիդենսին, այսօր իրար հետ մոտ 26 վարգյան կամ րոպե ժամանակ պիտի անցնենք, խոսելիք շատ նորություններ կան, շատ նյութեր կան, այսօր պիտի չանամ ավելի գետրոնանալ ինչ կվերապերի արյան քննություններ որ գլա, գրեթե ամեն ամիս մարդիկ երթան արյունին կքննվի, քոլեստերոլը կնայվի, տրայգլիսերայդը կնայվի եւ այսօր գուզեմ հայտարարել, որ այս քննությունները այլևս հին են եւ շատ բայատ բառը թեև թուրքերեն է, բայց այլևս գհոդին, որովհետեւ հեչ բամը չսեր եւ ժողովրդին Ամերիկայի գեսը, որ heart attack կլա եւ stroke կլա, անոնք ունին նորմալ քոլեստերոլ, անոնք ունին նորմալ triglycerides եւ կլան stroke եւ կլան heart attack։ Այս քննությունները մի քանի տարի է որ կան, այսօր Դիկ Չեյնին որ Ամերիկայի անշուշտ նախագահին օգնական եղած է, աշխարհի ամենեն լավ բժիշկները ուներ, աշխարհի ամենեն լավ բժիշկ ունենալը կարևոր չէ, երբ որ ճունիս կորզիկները նայելու, թե ինչ է քո խնդիրդ։ Ինքը ուներ աշխարհի ամենեն լավ բժիշկները եւ սրտի մասնակիցները, անոնց հանդերձ 8 անգամ heart attack եղավ։ 8 անգամ heart attack եղավ, երբ որ իրեն բոլոր թիվերը նորմալ էին։ Ցեզի հիմա օրինակ մը բիտամ, ես սկսած եմ աս նոր քննությունները անել, որ մեջտեղ գահանե մնացած 50%-ը, որ գլան heart attack։ Հետո ժողովուրդ ցեզի փամմեսեմ, երբ որ դուք գերտակ եւ ցեզի մարզանք կնեցնեն, ճամփաները գսեն բաց է։ Ճամփաները մի անկոծվելով չէ որ ճամփան գկոծվի։ Կրնալալ մեկը ասե որ ճամփաներս բաց է, ես շատ լավ եմ։ Հարցը միան աղտ հավաքվելով չէ որ գկոծվի։ Այս քեշ քոլեստերոլները որ ցեզի հիմա բիցեմ, որ հետ չի նայվիր, հետ մեկը անոր չի նայիր, կրնալալ մի քանի հատ հայրոքիեն գնային, արդեն դուք կգիտնաք ով գնայի ցեզի։ Եթե ձեր քննությունը նույնն է, առաջվա ասկիցված cholesterol, triglycerides, HDL, LDL, VLDL, եթե ասե, it's not going to tell the story. Հիմա ցեզի օրինակ մը բիտամ, անցմը, որ եթե առաջվա քննություններով երթա, իրեն գսվի որ լավ ես, ամեն բան լավ է։ Հիմա ցեզի բացատրեմ խաղապարը։ Ընդհանրապես ինչ կխորվի, եթե ճամփան նեղծած է, կոծված է, վերջը քեզի խնդիր բիտա։ Ուրիշ հիմա բարականեր կա։ Երևակայեցեք բադմը,
Երբ որ քեշ քոլեստերոլը ջամփուն բադը ձագելով այսպես corkscrew-ի նման այնքան բզդիգ են ասոնք գմտնեն բադին մեջ նախ առաջ բադը գսկսի փդիլ բադին մեջը գմտնեն եւ երևակայեցեք բադը գա ենթաբադը հաշվեթե ենթաբադը wallpaper-ն է փապեփանն է երբ որ փապեփանին մեջ մտնեն փապեփանին յետևեն գսկսին փապեփանը ուրեցնել փապեփանը երբ որ գսկսի այսպես ուրիլ եւ արչեւ կալ մեգեն օրմա at փապեփանը գփլի եւ այդպեսով ջամփան գկոցե եւ հարդատակ կբաճարե ուրեմն առաջ կխորվեր որ ջամփուն սկիզբը ձագը բզդիկցած է մենք լայնցնենք վերջացած ձագը կփածվի բայց եթե at մնացած բադը փոլոր ավրված եւ փդած է այդ բադը խարխուդ է եւ գրնա փլիլ լավ գրնա գսել ու adin ցել է հետեւյալն է ադիգա հիմա քննություններ կա ցույց կտա որ այդ բադը խարխուդ է թե ոչ երբ որ ջերմակ քնթիգը անդեղեն գացնի եւ գտեսնեն որ բադը գարմրցած է եւ փլելու վրա է որոշ էնզայմներ մեջտեղ գահանե արյունի քննությամբ որ անոնց հետ չի նայվիր պետք է անոնք նայվին պետք է անոնք տեսնվին որով անի քեզի լուր կուտա ուշադիր է որոշ բաներ կա գրնացնել որ այդ բադը յետ վերանորոգես որ այդ բադը չի փլի եւ հարդատակ չլաս բայց եթե չի նայես չես տեսներ եւ դու ուրախ դուն գերտաս սկսես որ ես ամեն կողմեն պաշտպանված եմ եթե անի քեզի ուրախ կնե շատ լավ բայց եթե դու գուզես արթնալ եւ անդրադառնալ որ ուրիշ բաներ կա որ քննությունն ծրի է ան որ նույնիսկ մեդիկալ ունի ան որ մեդիկեր ունի ասկնությունը ցեզի համար ծրի է առանց տրամի է ասիգա գրնակ ըլլալ եւ քիտնալ առաջ կառնել ծեր խնդիրին ուրեմն քալով չեյնին ես աշխարհի ամենեն լավ բժիշկներ ուներ ասկնությունները չի գային իրեն ամեն գզարմանային լավ ինչ է աս խնդիրը ինչու աս մարդը 8 անգամ հարդատակ կլա լավ հիմա ցեզի օրինակ մդամ պիտի չանանք ես քննությունը ցցնել ցեզի եւ ինչ մեջը ինչ լավ ուրիշ բաներ կա շատ բաներու գնայի լավ մեգոմա հարցումը առնենք նայենք hello այո Բարև բարև դու չեք պարոն Սաթարյան ես եմ ես այո դուք հիմարոյի օպերացիա անում եք այո մի փոքր դուրս եկած անի սերժերի պիտի լա թե կարելի է ուրիշ բանով գախում ունի քեզի որքան գդարաբե գախում ունի եթե քիչ մը ներսեն դուրս ինգած է եւ քիչ մը գարունի այն եթե բարակամը հասնի որ ներսի բադը ենթաբադը այլևս քաշվելով ալ դուրս ինգած է անոնց ալ վերջը չի գա անոնք շատ միսը երգնցած քաշված անի դարբեր է բայց եթե թուրսի միսը քիչ մը այսպես քիչ մը փլած է անիգա անանք բաներ շատ կա անադենալ գախում ունի անցեր գա գսեն լավ չեմ գնար մակրվիլ որովհետև միսերը գա միսին դագը փանգը բնա ասկը մնա անգը մնա քիչ մը պիտի նայվի նախ ինչ է իրար հետ պիտի որոշվի թե ինչ կդեսնվի եւ ադոր համեմատ որոշվի հասկացար հիմա որ TV վրա խոսում եք բանը ասի լայվ չի չէ ասի լայվ է լայվ ինչպես հետդ կխոսիմ ինչպես լայվ չէ օքեյ եղած է ուրեմն մեկ տալ ծեր աֆիսը լավ եղավ ասեն ինչպես է ձեր ինչպես Հարցն ինչպես է ձեր հաջիս աս թիվը ար աս փանի վրա չնենք ասկանժամ թիվը ար հերացայինը հայեն վաղը հերացայինը խոսիր քեզի ադրեսը գուտան օքեյ եղած է շատ օքեյ բայ hello այո դոկտոր այո գրնակ խոսիլ հաջիս երբեմն տելևիզիոն դիտեցեք որ ասեմ նգրնակ խոսիլ սկսեք խոսիլ Hello
Ես խոսեմ։ Այո, Այո։ Դոկտոր ջան, մի համարոյդ ունեմ, գրասեմ բժիշկի ասելա, թելով կկապենք։ այո։ Թելով գապվելիքները պետք է ներսի հեմորոիդը լան։ Ներսը երկու տեսակ հեմորոիդ կա։ Թուրսի հեմորոիդ հաջի ցայնը իջեցուր թեր տելևիզիոնի։ Երկու տեսակ հեմորոիդ կա, թուրսի եւ ներսի։ Ներսի հեմորոիդը որոշ դեղեմը վերեն երբ որ գուկա հոն սկացում չի գա։ Երբ որ սկացում չի գա, եթե մեկ տեղ է, կրնա մեկը գաբել, անիգա գգապվի, հետո մեկ շաբաթեն 14 օրեն անդեղեն գինա։ Այսինքն երբ որ գաբես իրեն արյունը գգեցնես, գփդի գինա։ Երբեմն ինան է ահավոր գարյունի, որովհետև եթե դագը արյան ջամփանգա բռնածես, հարցը ինչ է, բզդիկներուն համար օքեյ է, այսինքն քիչ մհոնգա արյուն գբաճարե, քիչ մանդեղ գա, օրենքով մեկ հատ պետք է ենես, կալանքամ մեկ հատ մյուսը գեցնես, բայց եթե մեծ որ այսպես դուրս կուքան, անոնք չես կրնար գաբել, անոնք այլևս չափը անցած են։ Մեր հայերուն կեմարոները քիչմը քրոնիկ են, մարդիկ գիներ, երբեմն շատ երկար կսպասեն։ Մեր հայկական հեմորոիդները բան են, այսինքն պիտի կաննավոր պետք է խնդիրը լուծվի ներսը։ Եթե բզդիկ բան մնե, այո գրնա գապվի, բայց ներսը, թուրսեն եթե գաբես, արդու իրգուն գծատ կրդես, թուրսը շատ սկայուն է, թուրսի հեմորոիդները։ Լավ, okay, լավ։ Hello։ Այո, գրնակ խոսիլ։ Այո, բարև ձեզ, պարոն Թաթոյան։ Մի հարցում ունեի ձեզ։ Okay։ Ուզում եի իմանալ, մեր մեդիկալը emergency մեդիկալ է, ձեզ մոտ անցնում է դուք հիվանդանոցների հետ կապ ունեք, թե ոչ։ Հիվանդանոցների հետ կապ ունիմ, բայց ես մեդիկալին հետ չեմ կրված։ Ես այդպես դարներ առաջ, որ ես չեմ գնար, մեդիկալով չեմ վճարվի, չեմ ալ ուզեր վճարվիլ։ Ինձի բիտա $15, $20, չեմ ալ ուզեր։ Hello։ Hello, բարև ձեզ։ Բարև։ Պարոն Թաթոյան, ես մի հատ հարց ունեմ։ Ես գնացել էի emergency եւ քյասկան արեցին, որովայնի աջ կողքը ճիշտ ոնց որ լեղապարկի լյարդի մոտ ցավեր ունեի։ Քյասկան արեցին համնայն դեպս ասեցին, որ Collins infection անցել։ Դա համար ինչ կարելի է անել որ Ուր infection անցած է։ Collins ասած Colon։ Colon. Colon infection. Well, colon infection շատ տեսակներ կա, արդյոք եթե բادر հաստնցած է, եթե հիմա գրնալալ inflammatory bowel disease ունիս, անիգա դարբեր խնդիր է, օրինակ Crohn's disease, կամ գրնա ulcerative colitis ըլլալ, կամ գրնա infection-ներ ըլլալ, այսինքն գախում ունի ինչ տեսակ infection է։ Հիմա շատ լավ աղիքի քննություններ կա, որ շատ մեզի բաներ ցույց կտա աղդոտյան մեջ։ Օրինակ առաջ դժվար էր գիտնալ, եթե ունեցած փորփոքումը inflammatory bowel disease է, չեն է ուրիշ տեսակ է։ Հիմա քննություն մգա, որ FDA-ը ընդունած է եւ փաստած է անունը calprotectin։ Եթե աղդոտյան մեջ calprotectin-ը բարձր լա, ավելի ադիգա մեզի գսե որ
ասի ավելի inflammatory bowel disease է, որ ժողովրդին համար ադի փորփոքում է, բայց այդ փորփոքումը հավիդյանս գուքա գերտա, անիգա ինչ էմա բուժումը չի գանոր։ Hello։ Այո, դոկտոր։ Այո, գրնակ խոսիլ։ Այո, դոկտոր ջան, մեկ հատ հարց ունեմ ցեզի։ Գիշերը չեմ կարողանում երբեք քնանալ։ Ես մեկ հատ Xenex կառնեմ 0.5 միլիգրամ է եւ Xenex-ը որ կառնեմ կքնանամ։ Դրանից հետո չեմ կարող քնանալ։ Այո։ Արդյոք ատի երկար ժամանակ գործած եմ որ վնաս չէ ինձ։ Այո, գվնասե անիգա քու հիշողություն դալ պիտի դանի։ Նայեցեք դիգիններ, ցեզի փամսեմ։ Այս հորմոնները մոդադենեն անոր մասին պիտի խոսիմ։ Բոլոր մեր հայերը պետք է սկսին այդ հորմոնները առնել դիգնաց եւ ես պատրաստ եմ բուժելու հորմոնային խնդիրները։ Երբ որ ծեր հորմոնները բացի, օրինակի համար երբ որ ծեր պրոգեստերոնը բացի, չեք կրնար քնանալ։ Երբ որ այդ պրոգեստերոնը քիշերը առնեք, ինչ լավ կքնանաք։ Այս հորմոնները շատ կարևոր են մեզի համար։ Այս memory loss-ը, Alzheimer-ը, այս բոլոր խնդիրները հորմոններու բաղացութենեն է մեծամասնությունը։ Այս հորմոնները Էրիկ Մարտու համար ալ պետք են։ Այս մեր մեջ, Էրիկ Մարտերու մեջ գնգա հորմոններ ալգա, նորմալ օրեն։ Օրինակի համար, երբ որ գնգա մեջ պրոգեստերոնը բացի, պրոստատը գմեզնա, պրոգեստերոնը պրոստատը գբզդիկցնե։ Անոր նայող չի գա։ Մի պրոստատը որ մեզնա գսկսին կանսերնայել, գսկսին ֆլոմաքս տալ, Էրիկ Մարտունա գոկնե որ լավ քնանա։ Բոլոր ձերերը քնանալու խնդիր ունին։ Ուրիշ բաներ ալ մենք բզդիկ եղած ադենից մեր մեջ գար։ Օրինակի համար melatonin over the counter է։ Melatonin-ը մեզի գսե քիշերը ցերեգեն գզադե։ Գանանչությունները նույնիսկ melatonin ունին մեջ կգիտնան քիշերը ցերեգե։ Մեկ բակտերիաները fungus բոլոր օրգանիզմները մեջ melatonin ունին։ Melatonin-ը շատ խենթանալիք բան է immunity գուտա։ Ես քիշերները melatonin գարնեմ։ Երբ որ դու ուրիշ երգիր գերտաս, ժամերը փոխված է, դու օտանավին մեջ եթե melatonin առնես, եթե անդեղը գես քիշեր է եւ քուքովը թեր արավոտ է, անդեղի գես քիշերի ժամանակ melatonin առ օտանավին մեջ, երբ որ հոն հասնիս, եթե արավոտ է, արավոտ արևը դես, քիշերը երբ որ կա melatonin առ jet lag չես ունենար։ Jet lag չես ունենար։ Jet lag ինչ է, երբ որ ուրիշ երգիր երտաս, մի քանի օր խառնված կլաս, այդ խառնվությունը չես ունենար։ Շատ հետաքրքիր է ուսումը, շատ հետաքրքիր է գիտությունը։ Այս բոլորը մեզ բահվդած էր, մենք այսպես կքալեինք, մեկ բանով։ Կարծես թե մեր բժշկությունը միակ բժշկությունն է։ Ոչ, շատ մփաներ մենք անդեսած ենք։ Երևակայ մեր ինքնաշարժի մեջ օյլ կա, ասենք որ այդ օյլը միան նոր օտոներ ունին, միան նոր ինքնաշարժները կգնան ունենալ։ Երբ որ այդ օյլը վաքսի, մենք պիտի չի նորոգենք։ Այդ ինքնաշարժը գայրի, այրիլ ինչս է։ Երբ որ դուք arthritis ունիք, այդ inflammation է, այրիլ է, գայրիկ, գծավիկ, որով ծեր բոլոր հորմոնները վաքսած է։ Այս սրդի խնդիրները ինչու կսկսին տաշտանեն վերջ։ Բոլորը հորմոններու բաղացություն է։ Անշուշտ ժամանակին ինչ են վախցան։ Հղիցիերու հորմոն է որ գուտային, հղիցիերու մեզն է որ ժողովրդին գուտային, պրեմարին ինչ է, pregnant մարին սեր է հղիցի, հղիցիերու մեզով տեղահաց շինեցին, հղիցին գին բան չէ, հղիցին ցի է, մեջը ուրիշ տեսակ հորմոններ կա, E1 կա, E2 կա, E3 չի կա, E3-ն էստրիոլն է, գիները E3 անունին, որով E3-ն գբաշխանե որ cancer չլա գինը, բայց ցին չունի E3, շատ E1 ունի, որ լավ չէ, E2 ունի, E2-ն է որ գոկնե քիչ մգիներուն, ան որ դակսկա գսկսի քեշը սկալ։ Անանք որ այս բոլոր բաները հիմա գիծված է։ Անանք որ եթե գուզեք ծեր հիշողությունը մնա, գուզեք ծեր ոսկորները զորավոր մնա, գուզեք չի գդրվին ծեր ոսկորները, երբ որ 85 տարեկան հասնիկ 93% ոսկորնին պիտի գդրվի։ 93-ը մինչև 85 տարեկան ոսկորնին պիտի գդրվի, անգողին պիտի ինան։ Վերջին դարիները մարդիկ խրված անգողիններու մեջ կանցնեն։ Հետո ինձ ընտանիքները գսեն, ասոր ինչ կրնան գնել։ It's too late։
հորմոնները գոկնեն mobility, memory, vision, mobility, memory, vision, ասոնք շատ կարևոր են, այս բոլորը պետք է պաշտպանվի, պետք է այս բոլորը սկսվի երդասարդ տարիքեն, նույնիսկ 30-ին, երբ որ գսկսի գուրցկերնիտ ուրիլ, գսկսի քուլխուցավ ունիկ, թաշտաններու ժամանակ ասոր բոլորը հորմոնային բագասութենեն է, որով միան 45-ին չէ որ գսկսի, 45-ին, 50-ին, 55-ին թաշտան երբ որ գենա, ադի բոլորովին գեցած կլա, ատկի առաջ գսկսի արդեն խնդիրները, ասոր նայող չի գա, ասիկա անդեսված է, ամեն մարդ քուլխուցավեր, ջնշում, սրդի խնդիր, կոլեստերոլ, չի կարենալ քնանալ, վալյումներ առնել, բոլոր թայրոիդի նույնիսկ բուժումը, ամեն մարդ 15 թեղերու վրա է, ասինչ է։ Անցյալները մեկին սավ, եթե բոլոր թեղերը սազնում ես առնեմ, սավ գսկսի մասան գսավ զունգերը սկսկսի խաղալը սավ։ Հիմա ինչ են, լավ ուրիշին ալ պատասխանենք։ Hello. Այո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև։ Ես դոկտորի հետ եմ ուզում խոսել։ Դոկտորն է, անոր հերացային է, ուրիշ մեկը չի պատասխաներ, առաջին պատասխանողը ես եմ։ Փան չի գա, սանսուրե չանցնվիր, այս սեր խոսքերը հեչ մեկը չի գա, որ սեզի հավնողի, գերևի ինք տուն հոլդի գտնես, okay, բայց all right, լավ, ուրեմն հոլդի գտնե։ Լավ, չի գիծա, գարդեցի, որ ես եմ առաջին առնողը, բայց okay, եղավ։ Yes, I do have a question for you. Okay. I have dizziness. In an extent that I'm losing my balance, and I would describe it like this, like merry-go-round, that type of dizziness. I was wondering, what would be your explanation for that? Okay, my explanation for dizziness. Հիմա այս dizziness-ի հարցը $100,000 ծախսել են վերջ MRI-ներ, MRI-ներ, փաներ, վերջը գսվի որ տուն ունիս vertigo։ Ես ունիմ vertigo։ Ինչ է լավ ֆարմն է ասպես, ամարդ կհամոզվի, թեղմը գդրվի, անցյալները մեգունսի, ինչս ինսի, սա vertigo ունիմ դոկտոր, ես vertigo։ Ասի vertigo գիտես ինչ ցել է։ Սա բան է, խնդիրիս անունն է։ Ասի vertigo, ասել է գլուխ դառնալ։ Ասի հեչ խնդիրի անուն չէ։ Անգլերեն բառն է dizziness-ը լալու։ Ամանը սա ես հագարդեցի բան ունիմ ասանք, խնդիրը ունիմ անունը vertigo է։ Անիգամի բառն է անգլերեն, բայց ադի գրնա մարդը համոզել ես vertigo ունիմ։ Հիմա vertigo-ն այո գրնա երբեմն արյան չիղերեն լալ, բայց մեծամասնությունը բանի բագասություն է, նորեն հորմոններու բագասություն եւ ալդաստրոնի բագասություն։ Ահացեզի ասեմ, անոր դարիքը առնել են վերջը ագանցները լավ չեն լսեր, անոնց ալդաստրոնին գեսը արդեն վերջացած է։ Ալդաստրոնի մարմինին գեսը վերջացած է, անոնք երբ որ ասպես լավ չեն լսեր, անոնք որ ոտքի գելեն եւ շատերուն ոտքի գելեն ջնշումին գիշնը, ուշադիր եղեք, շատերը ջնշումի թեղերու վրա են 2-3 ջնշումի թեղեր։ Ասանքները եթե vertigo չունենան սխալ բան մգա, որովհետեւ եթե ջնշումը ոտքի ելը ջնշումը վարիշնա, գլուխդ կսկսի ասանք դառնալ ինչու։ Հիմա Coca-Cola-ի շիշը, երբ որ ասանք բարգեցնես ինչ կլա, ամեն ճուրը հավասար կլա։ Coca-Cola-ի շիշը ասպես դարձնես ինչ կլա, ճուրը վարգիշնա, գլխուն ճուր չի մնար։ Շատերուն խնդիրը ա դե անգողին են գելեն, առաջ պետք է քիչ մնստին, որ քիչ մը ճուրը վեր ելլե։ Բայց անշուշտ ավելի լավ է իրենց բագասփաները յետ մեջերնին լեցվի։ Անի լեցնող չի գա, քեզի աղվոր թեղը գդրվի, գլուխը դառնալու արդեն ադի ուրիշ խնդիրներ կուտա։ Անանք որ ես ինչու ասպես կխոսիմ, ես չէի գիտեր։ Ես չեմ ուզեր ասել որ Հավիդյանս գիտեի։ Բայց վերջին 2 տարին անդրադարձա որ մեր բժշկության մեջ սխալ բան մգա։ Ինչ որ ունիս մեկ հատ MRI, ինչ որ ունիս մեկ հատ CAT scan, հոն բանը չգանի լավ է, cancer չգա, լավ, cancer, միան cancer-ը մեզի խնդիր վիտա։ Ինչ բաներ կա գբաքսի։ Ասի լավ է, cancer չգա, վերջացավ, լավ cancer չգա, մնացած ինչ է զերություն։ Ոչ, զերություն չէ, շատ բաներ կա։ Մենք հիմա պիտի սկսենք կանենալ մոդ ադենեն, պիտի կարենանք մենք ձերանոցեն բարգողներուն պիտի վականցի գրգենք, վականցի,
ես պիտի սկսեմ մոդա դենեն պատրաստել եմ իմ ֆորմուլաներս ձերերը ոչ թե պիտի նստին հոգնած մերած այլ պիտի քրուզի պիտի ղրգենք պիտի տեսնեք մոդա դենեն քրուզ մեղքեն ամեն բարգած հոգնած վերջացած հիմա բուժումներ կա որ յետ battery recharge գնե anyway love original արիթ մտանք hello այո գրնակ խոսիլ Hi Dr. Tatoyan հարցումս աս հորմոններու մասին է որ հիմա գխոսեիր benefitները գիտեմ ամին logical է բայց միշտ մարդիկ ասեն որ հորմոն առնեսն է chances որ բանի cancer-ի մանավանդ գիներու breast cancer ovarian cancer գշադնա իրականություն է կամ they're just myths okay իրենց հին բաները որ առնես անոնք այո 1000 հոգին մեջ մոտ 1 հոգին cancer ունեցավ ad հինսելով մեկ հատ ցիեշինված է it's մյուսը պրովերան պրոգեստերոն չէ պրոգեստին է պրոգեստերոնի հագարակ աշխատի ինչպես պրոգեստերոնին ջամփանգը կոչե այսինքն շինզու բամն է իրական պրոգեստերոն չէ թիվ 1 թիվ 2 այս bio-identical հորմոնները որ հիմա գշինվի ցիով չէ յամով եւ սոյով է եւ ասոնք երկու մեծ ստադիներ եղած է մեկ հատը 80000 հոգի վրա մեկը 50000 հոգի վրա դա ասիկա 25 տարի եկա ամենը սերդված է եւ անանք խնդիրներ չերև իր նամանավանդ եթե տուն մեզին մեջը երբեմն գնայիս by product-ները բիդի by product-ները գիտնաս E2-գա E16-գա ասոնց ratio-գա ասոնք որոշ բաներ կա հիմա որ ադիգա չլա անանք որ դեսնված է որ օկուդը կա եւ ավելոտ կենսեր չի կա 80000 հոգի եւ մյուս ստադի մեջ 50000 հոգի ասի այլևս վերջացած է աս հարցը բայց անշուշտ անոնք որ չեն գիտեր ցեզի պիտ վախցնեն պիտի ասեն որ no բարապան է անիգա no բարապան է հիմա երբեմն ես սկսա մարդ բուժել օրնագի համար դղոց մեջ գնգա հորմոն կա եւ այդ գնգա հորմոնը գրնա դղան մերցնել եթե բարձր է օրը բժիշկ մսերը Իվանտը գսե դարի բժիշկին բժիշկսա ասիչ բան է տուն դղա էս գնգա հորմոնը ինչու արած եք ու մեջը հոնենք մենք հիմա տեր գնգա հորմոնը ինչու արած է մենք գնգա հորմոն ունենք մենք գնգա հորմոնը եւ անի եթե շատ բարձրանա մեգեն hard attack կլաս անիգա պետք է նայվի եւ անոր չափը բացվի երբ կբարձրանա քերը անոր քերը իր հորմոնը տեստոստերոնը գսկսի հոնի երթալ անոր գխմե ալկոհոլ անոնց տեստոստերոնը գնգա հորմոնի գերտա անոնք որ ձիզիկներ ունին մեծ անոնք արդեն մեծ գնգա հորմոն ունին ադի վտանգավոր է խնդիրը միան ձիզերը չէ խնդիրը վտանգն է եւ խնդիրը հասկանալ է որ մեր մեջը գնգա հորմոնալ կա ինչպես որ գիներում մեջը տեստոստերոնալ կա տեստոստերոնն է որ ծեր մգանները գզորացնի տեստոստերոնի եթե բաքսի դիզայրալ չեք ունենար այս փոլորը այլևս պիտի փածվի քիրքը պիտի փածվի փոլորովին առաջվա բաները ալ վերջացան մեղք է ժողովուրդը գթորմի գերտա աս թորմած երեսները գրոթ հորմոնը շատ կարևոր է գփուժե երիգամ եթե մերած է բայց ոչ թե շատ մերած մի սպասեք որ ամեն բան վերջին աստիճան մեռնի քիչը որ բան եղած է գրնա իդ վերագանքնել Լավ, ուրեմն ինձ քանի անգամ ասա որ պետք է վերջացնենք մեր ժամը վերջացած է գրնամ մի քանի հարցումներ ալ վերջանալի մեջ առնել քալ երկու շաբթի նորեն գխոսենք այս 5 շաբթի US Armenia-ին պիտի ելնեմ անոնք որ գուզեն դիտել ուրիշ նյութի մասին խոսիլ լավ okay մինչ այդ bye